Բերլինի 11 մինչդեռ դուք ապրում եք այս հողում, դուք գիտեք իրավիճակը ու բոլորին դեմ եմ միակն է, որ այդ ամենը ծաղրում է, ցույց է տալի, մենք հենց դրա համար ստեղծել ենք մեր շարքերում շատ լուրջ մարդիկ են հավաքված, շատերին դուք ճանաչում եք, որոնք հաստատ պարապ չեն կամ մուգ տշող չեն, բայց մեկը պետք է ասի, որ թագավորը մեր կա, որ այս սահմանադրությունը հակած մարդիկ կեղեքում են մեզ, ձեռ են առնում, պարգևավճար ստանում են, ընդ որում համ իշխանությունը, համ ընդդիմությունը, ու միլիոններով են ստանում, ու այո, կուզեք իջացնեմ ձեր համար։ Ասեք, եթե մենք ոչ մի բան չանենք, այդ մյուս ուժերը մեր օգտին աշխատեն, ասեք, եթե մարդիկ դուք ընտրեցիք, ոնց մարդիկ ընտրվեցիք, ոնց մարդիկ իմանան, որ մուտք չեք տշել այդ։ Ասեմ ձեզ, նախ մենք, եթե շատ էլ ուզենանք մուտք տշել, 100 օրվա ծրագիր ունենք, մաքսիմում 100 օր ենք մուտք տշելու, բայց դա չենք անել։ Հստակ քայլերը ասել ենք, այդ 3 քայլը անելու ենք նորմալ կանոնով, ինչի համար այսպես կոչված հեղափոխությունը Սերժի Կոստյումի փորձանելու քայլերը անելու ենք, նոր արդար ընտրություններ դնենք, որին շանս են ունենալու մյուս ուժերն են մասնակցել ու տեղ ունենալ, լսելի լինել խորհրդարան։ Կամ փոքր ուժեր, հենց այդ փոքր ուժերի քվեարկողներին են։ Ձեր ուժերը 99%-ով այս կանոնով ներսում չեն հայտնվել։ Մինչդեռ արժի որ լսելի լինի, ՀԱԿ-ը, ԲՎՌ-ը, էլի լիքը փոքր ուժեր նորմալ։ Այդ թվում են ուժերը, որոնց ես ընդհանրապես չէի ընդգրկյալ։ Մինչդեռ մեր խորհրդարանը կազմվում է նենց ոնց որ հիմա է, իսկ այդ խորհրդարանը մեզ չի ներկայացնում։ Դա ներկայացնում է նրանց, որ 0-1-ով են տենում, եթե դուք Նիկոլին դեմ ես Քոչարյանը մեծ ես ու հակառակը։ Մենք այդ բոլորին փաթեթով ենք դեմ։ Մենք ուզում ենք մեր տեսակի մարդիկ են ներկայացնում, որ մեր հարցերով դիմենք, պատիծ են չկա։ Ընդդեի բոլոր մտքերը տաշել են։ Ներողություն, բայց հիմա բավական շատ են քաղաքական ուժերը, այսինքն բազմազանություն կա, միայն նախկիններն ու ներկաները չեն։ Մնացածը շանս չեն ունենալու ներսանցնել։ Մնացածը շանս չեն Դե ունենալու մարդիկ ունեն հնարավորություն, եթե ուզում են անցնել, ինչու՞ չունեն, եթե ձայն տան, ինչու պետք է Որովհետև այն ռեսուրսները վարչական ու ֆինանսական, որ կիրառվում է 2-3 ուժի կողմից, այն մնացած ուժերի դեմը այնպես է առնում, որ սկսնակ ուժը տարբերակ չունի այդ 4% հավաքի, արդյունքը հեսա կտեսնենք։ Միակ տարբերակը փոքր ուժերից մենք ունենք այնը, եթե շատ ջանք դնենք, կամ եթե ԿՊ-ն Արաբկիրի օրինակով լուրջ աջակցի մեզ։ Երեք ես անձամբ մածուն եմ բաժանել Արաբկիրում, ես Արաբկիրցի եմ, էլի։ Չի եղել գետ մեկը, որ չի օգտվել, որտեղ բոլորը ինչ որ թունավորվածություն էին զգում, վերցրեցին արագ-արագ այդ մածունու թանը խմեցին, որ այդ գաղջը մեջներից մարդկանց դուրս գա։ Կարծում եք այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում թեկուզ առնվազն որևէ գաղափարի դեմը կարող է առնել որևէ վարչական ռեսուրս, եթե նույնիսկ դա կիրառվի։ Եթե իրական գաղափարը դժվարությամբ մի օր տեղ կհասնի, բայց մենք պայքարում ենք, որ այդ գաղափարները ոչ թե դժվարությամբ 50 տարի տեղ հասնեն, այլ 100 օրից ու արագ, որովհետև շատ ժամանակ չունենք։ Այսպես որ մնա, լինելու են հաստատ նոր զիջումներ, նոր կորուստներ, արդեն անոնսը տրվածել է, էլի։ Ձեր ակցիաները միայն Երևանում են, թե մարզերում։ Մենք Կապանից մինչև Գյումրի եղել ենք։ Խոս լողացնելու ակցիան եք մարզերից։ Պլանավորում ենք ճիշտ ասած, նայեք, պետք է այդ ակցիաները ճիշտ անենք։ Նորից եմ ասում, օրինակ դուք ասացիք թիթեռնիկ նկարելու ակցիան, չէ՞։ Այդ մեր համար է խնդալու, նրանց համար ինչ որ բռնության կոչ կարա լինի, էլի։ Երկիմաստ հասկանում։ Այս ակցիաները ճիշտ պետք է, տեսա գոլերը եկան տարանում են։ Ասենք իրանք ինչ ցանկանում, որտեղ ոնց ուզում անում են, բեմեր են հավաքում բանման, մեր պլաստմասից գոհերից ահաբեկվեցին։ Մենք բոլոր ուժերի համար սարսափելի ենք, որտեղ իրանց բոլորի գնահատականն են։ Այդ գնահատական տալու ձևը մեր ծնողները ունեցել են։ Եղել է բոլորին դեմ են վանդակ։ Այդ վանդակը մի օր էս քաղաքականները հասկացել են, որ իրանց խանգարում, հա, հանել գցել է։ Հիմա բոլորին դեմ են մարդը մնում է տանը, բոլորին դեմ են մարդը քգաթերթիկ է ճողում, արդյունքում նույն խորհրդարանն է ձևավորվում։ Իսկ հիմա կա բոլորին դեմ են քվեաթերթիկը, որը կուսակցության տեսքով է, բայց հաջողելու են քվեաթերթիկի տեսքով ունենալ։ Հիմա պետք է համար երկուսին ընտրեն, որ այդ ճեղքումը անի։ Հանրային ընկալումներում ձեր ուժը կարծես թե լուրջ չի ընդունում, թե նմանատիպ ակցիաներով, թե այն հայտարարությամբ, որոնք հանդես է գալիս ձեր։ Մեր ուժը ամենալուրջ ուժն է ու ամենաազնիվն է եղած 19-ից, մենք իրականությունը ցույց ենք տալի, իսկ մնացածը կոստյումներով անում են մի բան, որ հանրությունը չընկալի, որ դա օրինակ ջուր ցեցել է կամ մուկ տշել է, մենք դրա դեմոնստրացիան ենք անում։ Ու մեկին մեկ կարող են իրանք համոզվել, թե դա ինչպես է լինում, բայել ես որ խոսամ, հա։
բանը մեկին մեկ կարող են մարդիկ համոզվեն, եթե մի քիչ ուզենան մտածեն, թե ինչպես է, որ քաղաքական գործիչները, կառավարության անդամները զբաղված են մուտք տշելով։ Մեկը ուղղակի այդ հեքիաթի պես պետք է ասի, որ թագավորը մերկ է։ Մեկը պետք է ասի, որ սա նորմալ չէ։ Մեր ուժը միակն է, որ ասում է սա նորմալ չէ։ Մնացածը լուրջ դեմքերով 18-ն մասնակցում են Սերժ Սարգսյանի կոստյումի համար պայքարին։ Մենք ճեղքում ենք ուզում, մենք 5 տարի այդ կանոններով դեպուտատ չենք ուզում աշխատել։ Առաջինը վերադարձնելու ենք բոլորին դեմ վանդակը, որ միշտ քաղաքացին կարողանա գնահատական տալ բոլոր քաղաքական ուժերի փաթեթով։ Երկրորդը շեմ իջացնելու ենք 1%, որ նոր ուժերը լսելի դառնան, որ մոնոպոլիզացված չմնան մեծերի, հարուստների կամ բարձրական ռեսուրսավորների համար, ու երրորդը կայուն մեծամասնությունն ենք վերացնելու, ինչը մեկ էլ ուղղությունել է Մուսոլինին, հետի տենց օրինացա, որ մի քիչ առաջ իշխանությունը դնի երկրորդ փուլ էլի վերարտադրի։ Այդ հենց այդ որ Սերժի կոստյում ասում են, դա է նորմալ չի։ Պետք է այնպիսի կանոններ լինի, որ հայերը փորձեն համագործակցել, ոչ թե չհամագործակցել։ Իսկ այս կանոնը ոչ մեկին ձեռ չի տալի համագործակցել։ Գալի երկրորդ փուլում հաղթում է, դառնում է այդ SMS ուղարկող հեռախոսի տերը, ինչ ուզում անում է մեր բոլորի հետ։ Եվ վերջ, ոնց ուզում խոսում է, օրինակ դուք արդեն տեսնում եք, ոնց է իշխանության ղեկավարը անդրադառնում ընդդիմության անդամներից ոմանց ընտանիքներին։ Ես չեմ ուզում այդպես լինի Հայաստանում։ Ոչ է դրա հակառակն եմ ուզում, ինչ-որ համբալ շես բառերով աննորմալ է, մենք մեր ընկերական ես ամաչում եմ այդ բառերը վերարտադրություն։ Նկատի ունեմ պլինդուսից ներքև մակարդակի խոսքը, նկատի ունեմ մեզ մանիպուլացնելը, ասենք 8-րդ տարին է, համոզում եմ, որ մարտի 1-ի պատասխանատու պետք է բռնի։ Էդի եթե մուտք տշել չի, ուրեմն մուտք տշելը մեր արածն է։ Մեծ, դա պլանավորված պրոցես է, որովհետև մենք գիտենք մաքսիմում ինչքան տեսնենք ու ներսում հաջողելու է չհաջողելու դեպքում է, պետք է մանդատները վայրեն, չէ՞։ Հիմա այդ մարդիկ այսպես թե այնպես ոնց որ դեպուտատ չէին դառնալու, վերջի 50 համարները, 50 չի ավելի վայր են դնելու, մեզ մոտավոր 15-ից 20 տեղ ապետք էլի, որ ընդեր բարդ պրոցես չառաջանա, թե չէ 100-օրի մեջ չենք տեղավորվի, էլի մենք պետք է դնենք, նրանք ստանան, հետո նրանք դնեն, հետո մեր ընկերների վրա ճնշում ստեղծելու հնարավորություն ստեղծեն այդ օրվա եղած մյուս ուժերի մոտ, պատկերացրեք, մենք ռիսկ ենք նվազեցնում, այսինքն նես չի մեկը նեղացել է, հեռացել է, դա մեր պլանավորված պրոցեսն է, ու մենք պատասխանատու ենք, մենք տարբերակ չկա, որ բոլորին դեմ ուժը գա ներս, օրինակ չհաջողի, բայց մի 5 տեղ ունենա ու մնա 5 տարի աշխատաբար ստանա ու երբ որ ԿՊ-ն պարգևավճարը ստանում մենք ստանանք ձեն չհաջողի։ Այդ պրոցեսի մասն է։ Փաշինյանը նախորդային կնոջ վրա էր գորգորում, հրմշտում, ինչպես կմեկնաբանեք նրա այդ վարքագիծը։ Ես այն ժամանակ եմ ծնվել մեծացել, երբ որ կանանց մատով չէր կարելի գտնել նրանց մոտ հայոյելու համար կարար ինչ-որ երիտասարդ էլ երբեք նորմալ չընդունվեր իր ընկերների կողմից։ Ես կարոտում եմ այդ ժամանակները։ Այդ վարքը կամայական կնոջ ձեռից քաշելը համարում եմ փնթի վարք։ Դա նորմալ չի, բայց դա այսօրվա կանոնների մասն է։ Շարունակվելու է դա։ Ավելին ձեր ձեռներից էլ ենք քաշելու, իմ հարազատների ձեռներից էլ ենք քաշելու։ Էդ է այսօրվա նորմալը։ Հասարակությունն ասում է, դուք նմանատիպ ակցիաներով անլրջացնում եք պահը, սեղ շպրտելու ակցիա արեցիք, ջուր ծեծելու, հիմա մուկ տշելու, չի լրջացնում ես ամենը պահը, անլրջացնում։ Կարանք կանանց թևից քաշենք, որ լուրջ լինի, հա, այդ է կառաջարկում։ Չծաղրենք ես ամեն ինչ, փնթիություն չի ես ամեն ինչ։ Տեսնում եք ինչա կատարվում։ Ասենք հելնում են իրար, քրեական հանցագործությունների մեջ են մեղադրում։ Այնպիսի հանցագործությունների, որ անապատ ձերբակալել է պետք, բայց դա պետք է որպես տենց տեքստ օգտագործվի, որ ընտրվեն, էլի, հանգարց ճեղքում չլինի։ Բայց դրական բան էլ ասեմ, քաղաքացիներից շատերին հետաքրքիր է նաև, թե ակցիաների գաղափարի հեղինակը ով է, հենց ամբողջ թիմն է, թե կոնկրետ ինչ-որ մեկը ունեք, որը գաղափարները նշում։ Մեծամասնության պատասխանատվությունը Սպայդերմենն է ստանձնում, բայց ես օրինակ մածուն բաժանելու պատասխանատուն եմ, ես զգացի արաբկիրում, որ մարդիկ վատ են շնչում, ոնց որ տենց
ոնց որ քիմիական գործանում 3 օր աշխատած լինեին, իմ իսկ սեփական միջոցներով գնեցի մածունը, թանը, յոգուրտը, կեֆիրը, բաժանեցի մեր հայրենակիցներին ու սովորական ժամանակ, եթե օրինակ այստեղ տարածքում կայք, տեսեք մի օքի բան, տենց ագրեսիվ այլ հայացներով կին խանգարում էր մեզ, ընդեղ ոչ մեկը տենց չկար, բոլորը ոնց որ վնասված, թույնավորված վիճակում էին, դրա կարիք ունեին, ես էլ եմ էլի արաբկիցի, իմ ժողովուրդը ոնց որ բոլորը ընդունեցին այդ ակցիայի պատասխանատվությունը ես եմ ստանձնում, եթե դրա մեջ կա ինչ-որ կանոնի խախտում դրա պատասխանը պետք է տամ, նոր ակցիաներ ունենք, տեսեք էլի խոչընդոտ։ Ինչ եք անելու պարոն Գևորգյան։ Պարտադիր բոշկա են գլորելու, այն բոլորը ինչ որ անում են, բառից բուն իմաստով անում են, մի քիչ տրամաբանեք, տեսեք, ասենք խորհրդարանում 5 տարի բոշկա են գլորել, ընդդիմությունը ասել է ես գալիս եմ մի նպատակով, որ իշխանապողություն անեմ, 5 տարի բոշկա են գլորել, գնացել է տուն։ Ձեր բոշկաներն էլ կվերցնեն։ Մենք մեր բոշկանել են գլորելու, այնպես չի որ մենք տենց սրբերն էինք, նրանց պետք է գնահատական տալ, էսա։ Այդքան կնդե ոնց որ պրոցես